Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին դեռ կան չլուծված հարցեր, կրկին առաջ քաշելով մի շարք պահանջներ։ Միաժամանակ Թուրքիան հայտարարում է, որ աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, սակայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում էական առաջընթաց դեռևս չի արձանագրվում։ Այս ֆոնին մասնագետները շարունակում են ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացները սերտորեն փոխկապակցված են եւ դրանց զարգացումները հաճախ դիտարկվում են նույն տարածաշրջանային համատեքստում։ Ինչ փուլում են այսօր այս երկու գործընթացները, ինչ հայտարարություններ հնչեցին այս շաբաթ Բաքվից եւ Անկարայից եւ ինչ զարգացումներ են արձանագրվել։ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա եռանկյունու բոլոր էջերին այս շաբաթ հետևել է Մարինե Դվոյանը, Մարինեն տաղավարում է արդեն։ Մարինե, նախ անդրադառնանք Թուրքիայից արված հայտարարություններին, ինչ ուղերձներ են հնչել վերջին օրերին Անկարայից եւ ինչպես են թուրք պաշտոնյաները ներկայացնում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական գործընթացները։ Վահագն, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները տարածաշրջանը տանում են նոր փուլ, ավելի վաղ էլ առաջարկել էր, որ Հայաստանը դառնա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան համագործակցության ձևաչափի մի մասը։ Միաժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հույս է հայտնել, որ Երևանը եւ Բաքուն անհապաղ առանց հետաձգումների կստորագրեն խաղաղության համաձայնագիրը, միաժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանի մտահոգությունները պետք է լուծվեն։ Այս տեսակետը նաև կիսել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Զլմազը, նշելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա խնդիրների մեծ մասը արդեն լուծվել է, իսկ խաղաղության համաձայնագրի ստորագրումը մոտ է։ Չնայած այս հայտարարություններին գործնական արդյունքները դեռևս սահմանափակ են, արդեն 4 տարի շարունակ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը շարունակվում է, սակայն էական որևէ քայլեր չեն արձանագրվում։ Հիմնական պայմանավորվածություններից մեկը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանի բացման խնդիրը մնում է դեռևս չլուծված։ Նշեմ նաև, որ Հայաստանի ազգային ժողովի դեռևս գործող նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայի հետ պատրաստ են սահմանը բացել, սակայն Թուրքիայի կողմից գործնական որևէ քայլեր չեն նկատում եւ նրա դիտարկմամբ Թուրքիան դեռևս շարունակում է իր քաղաքականությունը պայմանավորել Ադրբեջանի դիրքորոշմամբ։ Իրականում ինչ նպատակներ է հետապնդում Թուրքիան եւ որքանով են տնտեսական եւ տարածաշրջանային նախագծերը պայմանավորում Անկարայի քաղաքականությունը եւ արդյոք հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունները առաջընթաց առանց հայ-ադրբեջանական գործընթացի վերջնական հանգուցալուծման։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք արևելագետ Գեորգի Միրզաբեկյանի հետ, այժմ առաջարկում եմ դիտել զրույցի մասին պատմող ռեպորտաժը, որից հետո կանդրադառնանք Ադրբեջանից հնչող հայտարարություններին եւ առաջիկայում սպասվող հնարավոր զարգացումներին։ Վերջին օրերին Թուրքիայից հնչող հայտարարություններում ընդգծվում է, որ Անկարան ցանկանում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, եւ արևելագետի խոսքով դա իսկապես այդպես է, սակայն նրանք սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը։ Սակայն դրան զուգահեռ մենք այս ընթացքում տեսնում ենք որոշակի նախապատրաստական աշխատանքներ, տնային աշխատանքներ, ինչպես ասում են, խոսքը վերաբերում է արտահայտվում նրանով, որ հայ եւ թուրք պաշտոնյաները բացի հայ եւ ադրբեջանցի պաշտոնյաներից բարբերաբար հանդիպում են քննարկելու իթիվս այլ հարցերի, նաեւ հաղորդակցություններին վերաբերող խնդիրներ, որոնք որ շատ կարեւոր են հետագա տարածաշրջանային ինտեգրացիոն հարցերի ծիրում։ Բացի նրանից, որ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունները միմյանցից անկախ զարգանալ չեն կարող, միաժամանակ Միրզաբեկյանը ընդգծում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ սպասողական վիճակում են։ Հետընտրական Հայաստան գործընթացներում կառավարությունը նոր ընտրությունների հետևանքով դեռևս չի ձևավորվել, իսկ ամենակարևորը նաև միջազգային դրությամբ պայմանավորված կան մեծ նաև անորոշություն, ընթանում են զարգացումներ, հատկապես Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև եւ հատկապես Թուրքիայի ուշադրությունը դեռևս Հարավային Կովկասի ուղղությամբ չէ, առնվազն մոտ շրջանում կարծում եմ, որ Թուրքիան քայլեր չի ձեռնարկի էական հաշվի առնելով նաև այս զարգացումները, իսկ ինչ վերաբերում է հենց Հայաստանի հետ հարաբերություններին, ապա կարծում եմ, որ այո, Թուրքիան կշարունակի պայմանավորել Հայաստանի հետ հարաբերությունները Հայաստան-Ադրբեջան կապերով։ Արևելագետը ուշադրություն է հրավիրում նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ դեր կարող են խաղալ հաղորդակցությունները։ Այն հաղորդակցությունները, որոնք որ կարևորվում են
բացի Երևանից նաև Բաքվի եւ Անկարայի կողմից, խոսքը թրիփի մասին է, միջին միջանցքի, դրանք դեռևս կառուցման փուլում են, մասնավորապես Ադրբեջանի տարածքում Թուրքիան է նախաձեռնել Կարս Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը կավարտվի լավագույն դեպքում 29-30 թվականին, Հայաստանում դեռևս այդ աշխատանքները չեն մեկնարկել, այսինքն սա նույնպես ինչ որտեղ նաև խոչընդոտ է կամ ուշացնում է հարաբերությունների կարգավորումը գոնե այդ մղումը Թուրքիայի կողմից։ Չնայած վերջին շրջանում ակտիվացել են հայ եւ թուրք գործարարների հանդիպումները, սակայն ըստ փորձագետի դրանք նույնպես չեն կարող դառնալ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման առիթ, բայց եւ կարեւոր ազդակներ են։ Այս քայլերը նպատակ ունեն ավելացնելու երկկողմ փոխվստահության միջավայրը եւ սրանք իսկապես կարեւոր գործոն են երկկողմ հարաբերություններում։ Հայ-թուրքական հարաբերությունները գործնական փուլում կարծես հավասարվել են հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Արևելագետը նկատի ունի Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են ուղիղ առևտրաշրջանառության վերաբերյալ այնպես, ինչպես Հայաստանն է ներմուծվում ադրբեջանական դիզվառելիք։ Ի սկզբանե, երբ մեկնարկեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը, Հայաստանի նպատակը եղել եւ մնում է այն, որ Հայաստան-Թուրքիա գործընթացը չպայմանավորվի հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումից եւ դա տրամաբանական կլիներ, ասում է արևելագետը, սակայն այս հարաբերություններում կա Ադրբեջանը եւ սա եռանկյունի է։ Շանթե Ռուստանկերություն, Հորիզոն։ Մարինե, այժմ անդրադառնանք Բաքվից հնչող հայտարարություններին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովն այս շաբաթ կրկին խոսել է խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմանների, սահմանազատման եւ հաղորդակցությունների թեմայով, ինչ նոր շեշտադրումներ կան ադրբեջանական կողմի հայտարարություններում եւ ինչպես է Բաքուն ներկայացնում բանակցային գործընթացի այս փուլը։ Վահագն, կարծես ադրբեջանական կողմից նոր շեշտադրումներ չկան։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին այս շաբաթ հայտարարել է, որ ավարտել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնական բոլոր ընթացակարգերը, ընդ որում Ադրբեջանը կրկին պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն, որից հետո նոր միայն խաղաղության համաձայնագրի ստորագրմանը կգնան, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ նոր սահմանադրության նախագծի հրապարակումը կլինի մինչև տարեվերջ, իսկ սահմանադրության փոփոխությունը դա միայն Հայաստանի ներքին քաղաքական գործընթացն է։ Բայրամովը նաև հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման աշխատանքները այս պահին շարունակվում են եւ սահմանազատման արդյունքում կլուծվի նաև անկլավային գյուղերի խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով այս թեմային պնդել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է լուծեն այդ հարցը։ Ավելին նա անկլավների թեման կապել է Հայաստանի օկուպացված տարածքների հետ։ Մարինե, ըստ էության մենք որպես լրագրողներ արձանագրեցինք թե այս շաբաթ, թե թուրքական կողմից, թե ադրբեջանական կողմից ինչ հայտարարություններ են եղել եւ որպեսզի հասկանանք, թե փորձագիտական դաշտում ինչպիսի գնահատականներ կա, ես այս պահին առաջարկում եմ մեզ միանա հայկական խորհրդի Ադրբեջանի հարցերով փորձագետ Դիանա Կարապետյանը, որպեսզի ըստ էության հասկանանք, թե ինչպիսի գնահատականներ կան թե Բայրամովի եւ թե առհասարակ Թուրքիայից հնչող հայտարարությունների մասին։ Դիանա, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բայրամովը հայտարարեց, որ սահմանազատման հաջորդ փուլերում պետք է լուծում ստանա նաև իր ձևակերպմամբ անկլավների հարցը։ Այս մասով Հայաստանում հատկապես Տիգրանաշենի ռազմավարական նշանակության եւ Տավուշի հատվածում գտնվող որոշ տարածքների առնչությամբ կան մտահոգություններ հայ հասարակության շրջանում, արդյոք անվտանգային խնդիրներ չեն առաջանա, եթե սահմանազատման հետևանքով ստեղծվի մի իրավիճակ, երբ Տիգրանաշենը մնա այն կողմ եւ Հայաստանին վերադարձվի Արցվաշենը։ Իրականում սահմանազատման գործընթացում անկլավների թեման առավելապես օրակարգ բերում է հայկական կողմը, փոխարեն ադրբեջանական կողմը պարբերաբար սահմանադրության փոփոխություններ եւ մնացած բոլոր հարցերն է առաջ տանում, իր համար անկլավների փոխանակման, այսպես ասած, թեման օրախնդիր չէ։ Հայկական կողմի համար, որքանով կլինի դա անվտանգային խնդիր, պետք է դա իրականում ասեն քարտեզագետները, ովքեր շատ ավելի հստակ պատկերացնում են շրջանցող ճանապարհները, եթե Տիգրանաշենը կամ Քյարքին հայտնվի ադրբեջանական կողմում, բայց բոլոր դեպքերում փոխանակման սխեմաները, փոխանակման տարբերակները մի քանիսն են։ Եթե մենք եւ երկու կողմերը ըստ էության համաձայնում են, որ Արցվաշենը վերադառնում է Հայաստանի եւ այստեղի անկլավները ադրբեջանական կողմին, դա լինում է երկու կողմերի համաձայնությամբ եւ սահմանազատման գործընթացով Ալմաթայի հիման վրա։ Եթե կողմերը ամեն դեպքում հաշվի են առնում այլ խնդիրներ, ջրի խնդիրը սահմանամերձ շրջաններում եւ այլն, որտեղ Ադրբեջանը բավականին լուրջ խնդիրներ ունի, ապա Արաքվեի միջոցով իրականացնում են փոխանակման գործընթացը, այսինքն անկլավները, որոնք ադրբեջանական են, մնում են Հայաստանի տարածքում, իսկ Արցվաշենը մնում է Ադրբեջանի տարածքում։ Դա լինում է Հարաքվեի միջոցով եւ
Այստեղ մեկ այլ խնդիր ունենք կապված Հայաստանի օկուպացված տարածքների հետ ադրբեջանական կողմի, որտեղ եւս պետք է հստակորեն արձանագրվի Ալմաթայի ուրեմն քարտեզով սահմանված սահմանները եւ ադրբեջանական կողմը ըստ էության պետք է հետ քաշի իր զորքերը։ Թե ինչ կլինի, պետք է սպասենք սահմանազատման գործընթացին։ Դիանա, նաև ըստ էության նոր ձևավորվող խորհրդարանում իշխանությունը ունի սահմանադրական մեծամասնություն եւ այսպես ասած չի կարող գնալ սահմանադրության փոփոխության, բայց միաժամանակ Ադրբեջանից պնդում են, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմաններից մեկը դա սահմանադրության փոփոխությունն է։ Այնուամենայնիվ, եթե Հայաստանը չկարողանա գնալ սահմանադրության փոփոխության, ինչ հնարավոր սցենարներ կարող ենք սպասել հայ-ադրբեջանական հարաբերություններում, արդյոք կարող են հարաբերությունները գնալ փակուղի։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում վերջին 1-1.5 տարին առնվազն, եթե ոչ ավելի շատ, բարբերաբար պաշտոնական Բաքուն պնդում է, որ սահմանադրության փոփոխություններն իր համար, այսպես ասած, օրախնդիր են խաղաղության պայմանագրի ստորագրման թերևս միակ երաշխիքն են, այսինքն այս պահի դրությամբ եւ անկլավների հարց եւ մնացած բոլոր խնդիրները ադրբեջանական կողմը դնում է մի կողմ եւ Բայրամովի շուրթերով ըստ երևույթին հայտարարում է, որ դա իրենց միակ պայմանն է այս պահին եւ եթե խաղաղության սահմանադրությունը փոփոխվի եւ ըստ երևույթին չլինի հղումը անկախության հռչակագրին, ապա իրենք պատրաստ են հենց հաջորդ օրը ստորագրել ուրեմն խաղաղության պայմանագիրը։ Ինչ իրավիճակ են տեսնում եւ ինչ սցենարներ են կանխատեսում, այստեղ մի քանի տարբերակ են առաջ բերում, իրենց փորձագիտական շրջանակները խոսում են, այսպես ասած, սառեցված խաղաղության մասին, այսինքն խաղաղության պայմանագիրը մնում է նախաստորագրված, չի ստորագրվում եւ կստորագրվի կամ ինչպես նշում են կպարաֆինացվի, այսպես ասած, այն բանից հետո, երբ որ վերջապես տեղի կունենա հանրաքվեն եւ հայ ժողովուրդը ըստ էության այո կասի այդ նախագծին, որը մինչ այսօր դեռ չենք էլ տեսել եւ իրենց փորձագիտական շրջանակները եւս սպասում են, նշում են, որ մարտին պետք է հրապարակվեր, չի հրապարակվել եւ իրենք եւս սպասում են, որպեսզի տեսնեն, թե ինչի շուրջ են եւս այդպես ասած կոնսոլիդացվելու։ Ինչ վերաբերում է փակուղուն, ապա չեմ կարծում, որ դա կտանի մեզ փակուղի, կտանի կողմերին փակուղի, այլ պարզապես կերկարաձգի գործընթաց է եւ կողմերը պետք է առավելապես փորձեն շարժվել մյուս հարցերի ուղղությամբ, նույն անկլավների խնդիրը, ինչու Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնեց դա, որովհետեւ իմ կարծիքով դա որոշակիորեն շեղում էր հակառակ կողմի ուշադրությունը սահմանադրության գործընթացից եւ այդտեղ ըստ երևույթին արկա փակուղուց, քանի որ խորհրդարանում չկա այդ 2/3 ասվածը եւ ըստ երևույթին իշխանությունը չի կարող անել այս պահին հանրաքվե եւ փորձում էին պաշտոնական Բաքվի ուշադրությունը փոքրինչ շեղել այդ խնդրից, ուղղորդելով մեկ այլ խնդիր, նույնիսկ անկլավների խնդիրը։ Եվ կարծում եմ, որ այդ ուղղությամբ առաջ շարժվելու դեպքում գուցե նաև որոշակի ուրեմն մեղմովի սառույցը, որը կար նախընտրական շրջանից դեռ եւ Հաջիևի այցը այստեղ եւ Բայրամովի երեկո հայտարարություններն այն մասին էին, որ իրենք մեծապես հետաքրքրված են այդ սահմանադրության փոփոխությունների ասվածով, քանի որ պաշտոնական Բաքվին եւ ընդհանրապես Ադրբեջանի հասարակությանը եւս պետք է խաղաղություն, իրենք իրապես չեն ուզում պատերազմ, սակայն այդքան էլ չեն պատկերացնում խաղաղություն ասվածը այնպես, ինչպես պատկերացնում է հայ ժողովուրդը։ Դիանա, ամփոփելով մեր զրույցը, ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր գնահատմամբ ամեն դեպքում խաղաղության շատերի գնահատմամբ այս փխրունությունը գոնե թե արկախված հարցերի դեպքում էլ դեռևս որևէ կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի։ Եվ ամփոփելով մեր զրույցը, ինչ գլխավոր շեշտադրումներ եք դուք տեսնում Ադրբեջանից եւ Թուրքիայից եկող։ Տեսեք, իրականում փխրունությունը այնքանով է պահպանվում, որքանով հողի վրա մենք չենք տեսնում այն հաստատված խաղաղություն ասվածը, որը հնչում է պաշտոնական ամբիոններից։ Նույն Ադրբեջանում այս պահին ընթանում են զորավարժություններ, որոնք ձգվում են մինչև օկուպացված Արցախի ուրեմն սահմանները եւ այնտեղ եթե մի փոքր մանրամասնեմ, ապա ներգրավված է զրահատեխնիկա եւ այլ ուրեմն տեխնիկա, որն իր վրա ունի որոշակի տարրեր, սա մանրամասներ են եւ ոչ այդքան հայտնի, բայց խորհրդանշական են այնքանով, որ այդ նույն տարրերով եւ այդ նույն ուրեմն տարբերություններով, այսպես ասած, տեխնիկան օգտագործվել է Արցախում 20 եւ 23 թվականներին, այսինքն որևէ այլ պարագայում, որևէ այլ զորավարժությունների ժամանակ այդ տեխնիկան այդ մակագրումներով չի օգտագործվում եւ այս պահին խաղաղության, այսպես ասած, հաստատվածության ֆոնին, բանակցությունների այս process-ում, երբ որ ըստ էության որոշակի սառեցվածություն է նկատվում, ադրբեջանական կողմը զորավարժություններն անում է եւ այսպես ասած ուժի ցուցադրումն անում է նաեւ այդ ուրեմն տրամաբանության շրջանակներում առաջ բերելով այդ զորատեխնիկան,
որն իր վրա ունի հստակ մակնանշումներ։ Ինչ պետք է սպասել, իրականում, որ այս առույցը կկոտրվի եւ կողմերը որոշակիորեն քայլեր կանեն մի կողմ դնելով սահմանադրության փոփոխության պահանջը կամ սահմանադրության փոփոխության նախաձեռնողականությունը երկու մայրաքաղաքներից, այսինքն մենք չունենք այս պահին մեր ձեռքի տակ նախագիծը, որի շուրջ կկարողանանք որոշակի քննարկումներ անել, վերլուծել, արդյոք Բաքվին բավարարելու է դա, այսօք հայկական կողմը շատ է զիջումներ արել, այսպես ասած, պարզապես պետք է սպասենք նախագծին եւ կողմերն էլ պետք է եւ փորձագիտական շփումների շրջանակում եւ նաեւ որոշակի երկկողմ շփումների, ուրեմն ֆորմատով պահեն հարաբերությունները, որպեսզի իրապես փխրուն խաղաղությունը որևէ դեպքում ավելի ծանր հետևանքների չհանգեցնի։ Շնորհակալություն գործընկերներ։ Ես հիշեցնեմ, որ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների շաբաթվա զարգացումներին անդրադարձանք Շանթ Նյուզի լրագրող Մարինե Դվոյանի եւ Հայկական խորհրդի Ադրբեջանի հարցերով փորձագետ Դիանա Կարապետյանի հետ։